ադրբեջանական կողմի հետ տվյալ դեպքում որևէ շփում տեղի չի ունեցել։ Գոհ եք պաշտոնը ընդունելու ձեր առաջարկից։ Կան դժգոհություններ, կան նաև գոհունակություններ։ Հարկերի աճը 2 անգամ ավելի արագ է, քան մեր տնտեսական աճն է։ Երկու ոլորտ կա, որոնք առավելապես աչքի են ընկնում, խոսքը շինարարության մասին է։ Տվեք անուններ, որպեսզի հասարակությունն էլ իմանա, ովքեր են հարկեր թաքցրել։ Մենք որևէ կաշկանդվածություն չունենք, կարևորը դա է։ Բայց մեկ տարվա ընթացքում եղել է դեպքեր, մոտենան ինչ-որ գործարարներ, իմանալով, որ դուք պետք նախագահն եք, փորձեն ձեզ հետ ներքին կարգով լեզու գտնել։ Այդ 3 կազմակերպությունների մոտ վերջի 2 տարվա ընթացքում բավական խոշոր ստուգումներ են իրականացվել, ինչպես մեր համալիր ստուգումներով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումներով։ Բարև ձեզ, հետքի տաղավարում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն է։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Եվ միանգամից ուզում եմ հարցազրույցը սկսել Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծված ծորենի հարցով։ Իհարկե թեման շատ է քննարկվել, նույնիսկ չափազանցվել, բայց այստեղ կա մի նրբություն, որը կցանկանամ նաև դուք բարձրաբանեք, արդյոք սա նշանակում է, որ Հայաստանի մաքսային ծառայությունը, որը պետական եկամուտների ներքո է, արդեն աշխատում է ադրբեջանական մաքսավորների հետ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ հարցի համար։ Տեսեք, խոսքը երկու ուղղությունից բեռների մասին է, երկաթուղային գծերով, մեկը Ռուսաստանից, մեկը Ղազախստանից, երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամներ են։ Այսինքն Եվրասիական տնտեսական միության անդամները միմյանց միջև առևտուր կարող են անել տարանցիկ ռեժիմով։ Ինչ է դա նշանակում, երբ որ բեռը դուրս է գալիս տվյալ երկրներից, իրանք տարանցիկ հայտարարագիր են դրացնում, որը մենք համակարգով տեսնում ենք։ Եվ սպասում ենք, հասնում է Հայաստանի Հանրապետություն, փաստաթղթերի ստուգում ենք իրականացնում, եւ եթե ամեն ինչ նորմալ է, տարանցիկ հայտարարներով պարզապես փակում ենք Հայաստանում։ Այսինքն անկախ նրանից, թե որ երկրներով է անցնում, մենք տարանցիկ առևտուր ենք անում մեր միության անդամ երկրների հետ եւ այստեղ ոչ մի շփում, որպես այդպեսին չկա։ Այսինքն ադրբեջանական կողմի հետ տվյալ դեպքում որևէ շփում տեղի չի ունեցել։ Իսկ բեռնափոխադրողները, վարորդները, ովքեր որ անցնում են այդ տարածքով, իրենք որևէ կերպ չեն շփվում։ Իրանք իհարկե, երբ որ անցնում են սահմաններ, սահմաններին կան մաքսային ծառայություններ, իրանք համապատասխան շփումներ ունենում են, բայց սովորաբար տարանցիկ բեռների ժամանակ, երբ որ տարանցիկ է անցնում, հիմնականում մաքսային ծառայությունները չեն միջամտում, եւ մաքսային ծառայությունները ավելի շատ միջամտում են այն դեպքերում, երբ որ ինչ-որ ռիսկ կա, երբ որ ինչ-որ պրոբլեմ կա այդ բեռի հետ, որի մասին իրենք գիտեն, կամ իրենց օրինակ ռիսկերի համակարգը որոշակի ցույցում է տվել, բայց հիմնականում տարանցիկը հանգիստ անցնում է տվյալ երկրներով։ Եթե իհարկե կան փոխադարձ համաձայնագրեր միմյանց հետ աշխատելու։ Իսկ ապագայում շատ է խոսում, որ բեռնափոխադրումներն ավելանալու են, ինչ որ հեռանկարներ են ներկայացվում, ապագայի վերաբերյալ կան արդեն ծրագրեր ադրբեջանական կողմի հետ մաքսային ընթացակարգեր սահմանելու, ինչպես է դա կազմակերպվելու, ինչպես է դա տեղի ունենալու։ Դե ամեն ինչ կախված է ապաշրջափակման հեռանկարներից։ Այսինքն եթե կան բաց սահմաններ, այդ դեպքում իհարկե կա մաքսային ծառայություն։ Եվ ես բազմիցս իմ տարբեր հարցազրույցներում եւ հանրային խոսքում հնչեցել եմ, որ մեր մաքսային կարգավորումները, մոտեցումները, մեխանիզմները, ինչպես նաեւ բարեփոխումները տոտալ բնույթի են, այսինքն կապ չունի դա որ սահմանին է, մենք այդ նույն տրամաբանությամբ կազմակերպում ենք մաքսային ծառայությունը։ Եվ կախված թե ապաշրջափակումը երբ տեղի կունենա եւ սահմանները երբ կբացվեն, այդ ժամանակ արդեն կկատարենք այն ծառայությունը, ինչը որ հիմա անում ենք նաեւ մյուս սահմաններին։ Դուք մեկ տարի առաջ, գրեթե մեկ տարի առաջ, նոյեմբերի 28-ին ստանձնեցիք պետնախագահի պաշտոնը, եւ որ հետահայաց նայում եք այս մեկ տարում, գոհ եք պաշտոնը ընդունելու ձեր առաջարկից եւ ընդհանրապես ինչպես եք գնահատում ձեր այս մեկ տարին։ Կարծում իմ եւ մեր թիմի աշխատանքի գնահատականը ավելի ճիշտ կտա հարկ վճարողը եւ հարկ վճարողները եւ հանրությունը, բայց գոհունակության տեսանկյունից ես հարցին կմոտնամ, միանշանակ գոհ եմ, որովհետեւ նախ առաջին հերթին ինձ մասնագիտական աճի մեծ հնարավորություն է տվել, բայց մյուս կողմից մեր պետության եւ տնտեսության զարգացման մեջ մեծ դեր ունենալու հնարավորություն, բայց բացի գոհունակությունից ես նաեւ մեծ ողջավորություն եմ ապրում, ինչու 3 պատճառ կա։ Նախ առաջինը նաեւ որ մեզ հաջողվել է հարկ վճարողների հետ ապահովել եւ հաջողվում է ապահովել պետական բյուջեով ծրագրավորված եկամուտները, որոնք
ես երբ որ ֆինանսների նախարարությունում էի, մենք մեր թիմով էինք կանխատեսել։ Երկրորդ պատճառը նա է, որ մենք կարողացել ենք բեկում մտցնել հարկ վճարողների ընկալումներում։ Ես դրա մասին հայտարարել եմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, որ պետք է փորձենք վերաբերմունք փոխել հարկ վճարողների մոտ դեպի պետական եկամուտների կոմիտե եւ դեպի հարկ վճարելու մշակույթ, եւ երրորդ դա արդեն դեպի ներս պետական եկամուտների կոմիտեի միջավայրը էապես կարողացել ենք փոխել եւ օրինակ երբ որ ես մտնում եմ շենք պետական եկամուտների կոմիտե, ես ավելի շատ ժպտացող մարդիկ եմ տեսնում, իսկ դա իմ համար ամեն ինչ արդեն նշանակում է մեր աշխատանքի արդյունքների մասին։ Իսկ գուցե դա միայն ձեր շենքում է, դուք վատ ազդակներ չեք ստանում երբևէ։ Բացի գոհունակությունը կան շերտեր, որ ձեզանից դժգոհ են ու դուք ազդակներ եք ստանում։ Իհարկե, քանի դեռ կա ստվեր, կան ծառայողներ, որոնք ոչ միշտ են հարկ վճարողներին վերաբերվում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, նման երևույթներ ծագում են, այսինքն կան դժգոհություններ, կան նաև գոհունակություններ, բայց իմ գնահատմամբ գոհունակության կշիռը ընդհանուրի մեջ աճել է, իսկ դժգոհությունները չեն անտեսվում երբեք, ես ինքս էլ բաց եմ, ասել եմ, նաև դրա համար էլեկտրոնային նամակ առանձին հասցե ենք ստեղծել, որտեղ ես ուղիղ նույնիսկ քաղաքացիներից ստանում եմ բազմաթիվ բողոքներ, դիմումներ, հարցեր, որոնք մենք պատշաճ կերպով անդրադառնում ենք եւ փորձում ենք լուծումներ տալ։ Պատասխանում եք։ Բայց մեր առանցքային հարցը նա է, որ ուզում ենք այդ ընկալումը լինի բոլորի մոտ, որ մենք ունենք մարդակենտրոն ու արդար մոտեցումներ ու միտված ենք բոլորին ապացուցելու, որ հարկ վճարելը էական ու ֆունդամենտալ նշանակություն ունի մեր երկրի կայացման եւ զարգացման գործում։ Մասնավորապես ձեր գալուց հետո ինչից են առավել շատ գոհ եւ ինչից են առավել շատ դժգոհ։ Ինչ երևույթներ կան մեր պետական եկամուտների ոլորտում։ Տեսեք, պետական եկամուտների կոմիտեի հանդեպ դժգոհությունը միշտ եղել է։ Եվ մարդկանց մոտ այդ հարկ վճարելու հանդեպ ընկալումներից է դա գալիս։ Այսինքն ինչ է հարկը։ Օրինակ ես հանդես եկա ազգային ժողովում շատ ընդլայնված եւ հայեցակարգային ելույթով, որտեղ ես անդրադարձա դրան, որ երբ որ գոյություն ունի պետության հանդեպ այլ ընկալում, այսինքն մարդիկ շատ դեպքերում իրենցից դուրս են պատկերացնում պետությունը եւ հարկ վճարելը հետեւաբար ոչ թե իրենց համար է, այլ ուղղակի ինչ որ մի կառույցի, որը որ վերահսկում է իրենց։ Երբ որ այդպես են մոտենում, այդ դժգոհությունները միշտ մնում է։ Հիմա դժգոհության մակարդակի հարց կա, այսինքն պատմականորեն տարիներ շարունակ դժգոհությունը կարծում եմ էապես նվազել է։ Ինչ վերաբերում է գոհունակությանը, գոհունակության առումով աշխատանքի մշակույթի հարց կա։ Այսինքն ինչպես ենք մենք հարկային ստուգումները կազմակերպում։ Եվ այստեղ կարծում եմ մեր բազմաթիվ տնտեսվարողներ գոհ են նրանից, որ մենք վերլուծություններին մեծ տեղ ենք տվել, որ մենք երբ որ ստուգումներ ենք անում, փորձում ենք ոլորտային ստուգումներ անել, այսինքն բոլորին համաչափ, որպեսզի այդ արդարության սկզբունքը եւ մրցակցությունը երբեք չխաթարվի։ Եվ տեսնում են, որ մենք կաշկանդված չենք, այսինքն որևէ կազմակերպության, նույնիսկ խոշոր կազմակերպության կամ տարբեր անձանց հետ կապված որևէ կաշկանդվածություն չունենք։ Այսինքն այս երևույթի մասով ես համոզված եմ կա գոհունակություն։ Մի քիչ արդեն սկսենք թվերով խոսել, այս տարվա 9 ամիսներին, երբ որ հարկահավաքության տվյալներն ենք նայում, որքան հարկ է մտել բյուջե, տեսնում ենք, որ պլանը կառավարության կատարվել է, նույնիսկ փոքր գերակատարում կար 9 ամսով 0.4%, նաև մենք հարկերի հավաքագրման աճ ունեինք մոտ 14%-ով։ Հիմա տեսեք, սա իհարկե լավ երևույթ է, պլանավորել ենք, հավաքագրում ենք, պետական եկամուտների առումով նորմալ դրական երևույթ է, բայց այսպիսի մի տվյալ ունենք, նույն 9 ամիսներին մենք ունենք տնտեսական ակտիվության աճի, որը տնտեսական աճը չի, բայց կարելի է մոտարկված համարել 7-6% աճ, այսինքն հարկերի աճը երկու անգամ ավելի արագ է, քան մեր տնտեսական աճն է։ Ինչից է սա բխում, ինչի մասին է վկայում, չէ՞ որ նորմայում պետք է այդ ցուցանիշները գոնե իրար մոտ լինեին։ Այո, հարցը շատ կարևոր է, նախ
մի քանի շերտ ունի այս հարցը, որին ես կուզենամ անդրադառնալ հատատ։ Նախ, եթե նկատել եք, ես պլան եւ գերակատարում բառը չեմ օգտագործում, որովհետեւ դրանք կանխատեսումներ են, որոնք ծրագրեր են դառնում եւ այդ կանխատեսումներից կարող են շեղումներ լինել։ Բայց հաշվետվություններում տերմինները կան։ Թե դեպի վերև, թե դեպի ներքև։ Բայց իհարկե, եթե բյուջեի տեսանկյունից ենք մոտենում, այո, կա գերակատարում, եթե այդ բառը օգտագործենք կամ կանխատեսումներից ավել հավաքագրում։ Հիմա գանք հերթով բացենք շերտերը։ Նախ առաջինը տնտեսությունը բարձր ակտիվություն ունի, ինչպես դուք նշեցիք։ Այդ բարձր ակտիվությունը արդյոք կանխատեսելի էր։ Իհարկե, որովհետև երբ որ մենք կանխատեսում էինք պետական բյուջեով, տնտեսությունը մոտավորապես հենց այն նույն սցենարով է զարգանում, ինչ որ պետական բյուջեով ծրագրավորված է։ Այսինքն, այս առումով տնտեսական բազան, որից հավաքագրվում են հարկերը, մոտավորապես նույնն է, ինչ որ մենք կանխատեսել ենք պետական բյուջեով։ Հիմա ի՞նչն է առաջանցիկությունը ապահովում։ Կան ոլորտներ, որոնք ընդհանուր իրենց հարկը եւ իրենց տնտեսական ակտիվությունը որոշակի ժամանակային կտրվածություն ունեն։ Օրինակ տվյալ դեպքում երկու ոլորտ կա, որոնք առավելապես աչքի են ընկնում, խոսքը շինարարության մասին է, քանի որ շինարարության բավական տենց ավարտական ակտեր այս անցած տարի եւ այս տարի են կուտակվել, դրա արդյունքում մենք ավելացված արժեքի հարկ ենք ըստ էության ստանում։ Այսինքն այդ հիպոթեկային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործոնն է այստեղ։ Դա գործոնը, որը խթանել է շինարարությունը։ Հիմա մյուսը բանկային համակարգն է, տեսեք, բանկերը անցած տարի բավական լավ շահույթներ են ունեցել եւ դրա շահութահարկերը ըստ էության վճարել են այս տարի եւ բացի դա էլ, եթե նայում եք օրինակ վարկային ակտիվությունը բանկերի, բավական բարձր վարկերի աճ ունեն եւ հետեւաբար տեղից էլ եկող եկամուտները բարձր են։ Դա առաջանցիկություն է ապահովում։ Առաջանցիկությունը ապահովում է եւս երկու գործոն։ Մեկը օրենսդրությունն է, այս տարի ակցիզային հարկի բարձրացում կա, նաև խաղային ոլորտի պետական թուրքի բարձրացում կա, բայց այս ամեն ինչից զատ թերևս ամենաերական գործոնը, որը մեր գնահատականն է ցույց տալիս, մեր վարչահայության արդյունավետության բարձրացումն է, որը կոմպլեքս է։ Դա նշանակում է, որ մի քիչ ավելի մանրամասն ասեիք, եկանը դեպի պետական եկամուտների ինչ է նշանակում վարչահայության ավելի արդյունավետ ազդեցությունի, ինչ է կանում, որ ավելի արդյունավետ է դառնում։ Տեսեք, նախ, եթե օրինակ նայենք ցուցանիշները, մենք կարողացել ենք ավելի քիչ քանակով, ավելի մեծ քանակ ստուգումներով ավելի մեծ բացահայտումներ անել։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք ռիսկերի համակարգ ենք կատարելագործում։ Ռիսկերի համակարգը թույլ է տալիս ավելի շատ թիրախավորել ամենառիսկային հարկվճարողներին։ Սա մեկ։ Երկրորդը մենք զարգենք տվել ոլորտային միջոցառումներին։ Ինչ է դա նշանակում, եւ մենք վերցնում ենք ոլորտը եւ ոլորտին բոլորի մոտ համաչափ ստուգումներ ենք իրականացնում, օրինակ վերջերս դրա մասին հնչեցել է նույնիսկ սպորտային ակումբներում իրականացված միջոցառումը, որը բավական մեծ արդյունքներ գրանցեց։ Երրորդը խոսքը բանի մասին է, թվային գործիքների կիրառման մասին է։ Տեսեք, մեր ռիսկերի համակարգի մոտավորապես 30%-ը արհեստական բանականության գործիքներ են, ու մենք դրանք ամեն տարի դրա դերը բարձրացնում ենք։ Բացի դա նաև ունենք թվային հետախուզության գործիքներ, որը թույլ է տալիս հարկվճարողներից տվերային շրջանառությունը համակարգիչներից եւ համապատասխան սերվերային համակարգերից դուրս բերել։ Սա մի կողմ, բայց մյուսն է կարևոր է նաև մեր ստուգողների բարեվարկությունը եւ այդ տեսանկյունից մենք բավական մեծ բացահայտումներ ունենք ու հաղորդումներ ունենք ներկայացված այս տարի մոտ 2/10-ից ավել։ Ստուգողների դեմ պետք աշխատակիցների։ Այո, պետք աշխատակիցների հետ կապված թե պատմության ընթացքում, թե ներկայումս։ Եվ երկրորդը նաև մենք այս տարի ամբողջությամբ բոլոր հարկային ծառայողների եւ մաքսային ծառայողի մնացածների մասին անցկացրել ենք պատրաստման դասընթացներով, որի ընթացքում իրենք բարձրացրել են իրենց արհեստավարժությունը եւ այդ ընթացքում նաև ֆիլտրվել են ըստ բարեվարկության չափանիշների եւ այդ ամբողջ process-ից մոտ 90-ից 100 մարդ դուրս է մնացել։ Պարզապես աշխատանքից դուրս են գալիս, թե հետագայում ինչ-որ պատիժ է սահմանված, գործեր են լինում։ Չէ, կոնկրետ այս երկրորդ process-ը նրա մասին է, որ աշխատանքից դուրս են գալի եւ համալրում ենք արդեն նոր կադրերով։ Մենք սկսել ենք այդ համալրման գործընթացը։ Իսկ առաջին մասը, որը խոսեցի հաղորդումներից, իհարկե հետագա քննությունների արդյունքում, եթե պատիժներ լինեն, կլինեն արդեն դրա արդյունքում։
Մեզ երբեմն զանգում են տնտեսվարողներ, խոշոր, միջին, փոքր եւ բողոքում են ՊԵԿ-ի կոշտ վարչարարությունից, օրինակ ասում են կարիք չկա որ գան, ենթադրենք համակարգիչ առգրավեն, որի մեջ մենք ունենք ինֆորմացիա մեր հաճախորդների վերաբերյալ եւ սա համարում են շատ կոշտ վարչարարություն։ Նախ ուզում եմ իմանալ ձեզ հասնում են այս տեղեկություններն ու ազդակները, թե ոչ, թե մնում են ՊԵԿ-ի ինչ-որ օղակում, եւ եթե հասնում են, այս դեպքում ինչ քայլեր եք ձեռնարկում, քննարկում եք դա տնտեսվարողների հետ եւ ընդհանրապես այս ոլորտի վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Շատ կարևոր հարց է, տեսեք, միշտ խոսում են ՊԵԿ-ի մասին, բայց պետք է գիտակցենք, որ այդ կոշտ գործողությունները, որոնք լինում են պոտենցիալ հանցագործությունների դեմ, դա արվում է համապատասխան հաղորդումների շրջանակներում։ Այսինքն այդ առգրավումները ասվածը դա քննչական գործողություններ են։ Այսինքն մենք երբ որ ունենում ենք բացահայտում ենք տարբեր դեպքեր եւ երբ որ այդ դեպքերը օրինակ ունենք տարբեր հոդվածներ քրեական օրենսգրքով, բայց նաև ունենք մի հոդված, որը 10 միլիոն պարտավորությունը գերազանցելու դեպքում մենք հաղորդում ենք ներկայացնում ու այդտեղից սկսած գործողություններ են իրականացվում, այդ թվում նաև համատեղ։ Հիմա այդ տեսանկյունից մենք մեր մասով ինչ ենք արել, մեր մասով նախ ես ինքս խիստ հետևողական եմ, որ մեր աշխատակիցները պարտադիր բանակցեն հարկվճարողների հետ եւ լսեն իրենց տեսակետները, երբ որ բացահայտվել է համապատասխան ստվերային քայլեր կամ շրջանառություն, մյուսը նոր դրա արդյունքներով մենք որոշում ենք կայացնում համապատասխան հաղորդումներ ներկայացնենք թե չէ, եւ բացի դա էլ մենք մաքսիմալ փորձում ենք համակարգիչների առգրավման հարցը, որը ելի ասացի քննչական գործողություններ են դրանք քննչական կոմիտեի հետ, հնարավորինս ծայրահեղ դեպքերում իրականացնել եւ մենք ավելի շատ հակված ենք թվային հետախուզության գործիքներով տեղում վերցնել այն տեղեկատվությունը, բայց շատ դեպքեր են լինում, որ հարկվճարողները պարզապես չեն ուզում այդ տվյալները տրամադրեն։ Երբ որ չեն ուզում, ստիպված քննիչները համապատասխան գործողություններ են իրականացնում։ Սա է, եւ բացի դա ես նաեւ հայտարարել եմ ազգային ժողովում, որ մենք ինքներս վերափոխվում ենք, մի հատ էլ խումբ ենք ստեղծել աշխատանքային մեր պետական եկամուտների կոմիտեի ներսում, որտեղ եւս մեկ ֆիլտրով ուսումնասիրում են այն բոլոր հաշվարկները ստվերի հետ կապված, որոնք մեր աշխատակիցները անում են, եւ միայն այդ ֆիլտրով անցնելու դեպքում են համապատասխան աշխատանքներ արվում քննչական կոմիտեում հաղորդումներ ներկայացնելու ուղղությամբ։ Ձեր վերջին ասուլիսում ասացիք, որ կարծեմ էլի 9 ամսվա կտրվածքով, հա, այս տարվա կտրվածքով 325 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն եք հայտնաբերել, որը ենթադրում է մոտ 110 միլիարդ դրամի հարկեր։ Կխնդրեմ մանրամասնել, թե որ ոլորտներն են, եթե կարելի է խնդրում եմ ասեք մեծ թե փոքր բիզնեսներ են եւ եթե կարելի է նաեւ տվեք անուններ, որպեսզի հասարակությունն էլ իմանա, ովքեր են հարկեր թաքցրել, գուցե այնտեղ խոշոր բիզնեսներ կան եւ արժի այդ մասին բարձրաձայնել։ Շատ լավ։ Նախ խոսենք դրա մասին, թե ինչպես է հնարավոր եղել ստվերային շրջանառությունների եւ դրանից հաշվարկվող հարկերի նմանատիպ աճ ապահովել 9 ամիսների կտրվածքով, իհարկե 10 ամսով այդ ցուցանիշները էլ ավելի են փոխվել դեպի աճի ուղղությամբ։ Տեսեք, ինչ է ես մինչ այս պահը արդեն ներկայացրեցի, թե մենք ինչ ենք անում եւ ինչու է դա այդպես տեղի ունեցել, եւ դա հիմնականում հետևանք է նրա, որ մենք այդ ոլորտային գործողություններին ծանր տեղ ենք տալի, ծանր կշիռ ենք տալիս, նաեւ թվային հետախուզության գործիքներին, որի մասին խոսեցի, դրա համար կարողանում ենք այդպիսի մեծ բացահայտումներ անել։ Հիմա այդ բացահայտումները, երբ որ բաշխենք ըստ ոլորտների, այնտեղ մի քանի ոլորտներ տենց աչքի են ընկնում, մասնավորապես շինարարությունը առաջին տեղում, ընդ որում շինարարություն ասելով նկատի ունեմ ոչ միայն անշարժ գրքի բնակարանաշինությունը, այլ նաև այդ ամբողջ շղթան, այսինքն շինարարությունների առևտուր կլինի, այլ գործունեություններ կլինեն այդ ոլորտում, բոլոր ուղղություններով գործակալներն են այդ շղթայի մեջ անշարժ գրքի։ Իրանք այդպիսի դեպք այս տարի մեր աչքին չի ընկել, բայց մնացած բոլոր ուղղություններով ունենք ստվեր։ Առաջ տեղը դա է, մյուս ունենք առևտուրը ընդհանրապես, այսինքն առևտուր դժվար է նույնիսկ ասել միանշանակ, թե որն է ավելի մեծ կշիռ ունենում, որովհետև սկսած սննդի առևտրից, վերջացած հագուստի առևտրով բոլոր ուղղություններում էլ ունենք ստվեր։
ներողություն ընդհատելու համար, քանի որ 325 միլիարդի մասն ենք խոսում, որը մեր բյուջեի համար իսկապես մեծ գումար է։ Երբ ասում եք առևտուր, ինչ առևտուր նկատի ունեք, օրինակ սուպերմարկետները իրենք կարող էին այդքան հարկ թաքցնել, թե փոքրերը իրենք փոքր են իրենց ծավալներով, կարող են իրենք մեծ ծավալի հարկեր թաքցնել։ Տեսեք, նախ այդ 325 միլիարդը, որ նշում եք, դա հարկը չէ, դա շրջանառություն է։ Շրջանառությունը, Հարկի մասին դուք արդեն խոսեցիք, 110 միլիարդի, այսինքն պոտենցիալ հարկի մասին է դա։ Հիմա, որպեսզի ձեր համար ավելի պարզ լինի, մենք վերականգնել ենք մոտ 34 միլիարդը հունվար-հոկտեմբերով, եթե ասեմ, հունվար-սեպտեմբերով, եթե չեմ սխալվում, 30 միլիարդի շրջանակներում է։ Այսինքն նշված 110 միլիարդից 34 միլիարդ։ Եվ այդ 110 միլիարդից, եւ օրինակ տեսեք, նախորդ տարիներին իրականացված գործողություններ կան, որոնց վերականգնումը տեղի ունենում այս տարի։ Այսինքն այդ ամբողջը միանգամից չի իրացվում։ Իրանք մի մասը քննություն է իրականացվում, մի մասը բողոքարկվում է, մի մասը դատարաններում է հետո քննարկվում, դա պոտենցիալ հարկի մասին է։ Հիմա առևտրի տեսանկյունից տեսեք, եւ սուպերմարկետներում է լինում, եւ առանձին խանութներում է լինում, թե մարզային, թե Երևանի։ Այդ բոլոր ուղղություններով էլ ունենք, բայց էլի ոլորտներ կան։ Օրինակ, այս վերջում մեր համար բացահայտում էր օրինակ դեղատների ոլորտը, որը մենք դուրս բերեցինք սերվերային բավական մեծ սերվեր հայտնաբերեցինք, որի շրջանակներում տեսանք նաեւ դա։ Մի ոլորտ է նաև վառելիքի ներմուծումը եւ վաճառքը, այսինքն այս հիմնականում այս 4 ոլորտներն են աչքի ընկնում։ Բայց խոշորներն են թե փոքրերը։ Հիմնականում խոշորներ են, այսինքն եթե կշռով նայենք այդ բացահայտումների, ավելի շատ միջին ու խոշոր կազմակերպությունների մասին է խոսքը, ու մենք էլ իհարկե պետք է նաև բոլորին զգոնություն պահենք, բոլորի մոտ, բայց այս տարի ունենք մի իրավիճակ, որ միջին ու խոշորները ավելի շատ են հայտնվել մեր տիրույթում, քան մինչ այդ էր։ Խոշորներից կարող եք անուններ նշել, օրինակ մենք հիշում ենք, որ վերջերս Կիլիկիա գարեջրի գործարանում ստուգումներ եղան, երբեմն ինչ որ անուններ լսում ենք, բայց դա լրատվամիջոցներն են գնում, տեղում տեսնում, բացահայտում, բայց մեկը որպես այդպիսին անուններ չի տալիս։ Ինչ-ն է խնդիրը։ Դա օրենսդրությունն է, տեսեք, այսինքն մենք անուններ չենք հնչեցնում, ընդ որում հատկապես անուններ չեն հնչում այն դեպքերում, երբ որ դեռ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Բայց կան դեպքեր, որ հնչեցնում ենք, օրինակ եթե մենք հետևեք մեր հրապարակումներին, երբ որ մենք ընթացիկ ստուգումների արդյունքներ ենք հրապարակում, օրինակ որտեղ են չգրանցված աշխատողները, որ կազմակերպություններում, որտեղ ՀԴՄ չեն տրամադրում, որտեղ անկանխիկ գործառույթների 300,000 դրամ շեմի կանոնը չեն պահպանում։ Դրանց հետ կապված ժամանակ, եթե չեմ սխալվում, ամսական պարբերականությամբ դուք կտեսնեք մեր կայքում, մենք կազմակերպությունների ցանկ ենք նույնիսկ հրապարակում։ Այսինքն այդ առումով փորձում ենք օրենսդրությանը հետևել, բայց ես միանշանակ վստահեցնում եմ, որ անկախ նայած մենք խոսում ենք կազմակերպության մասին, թե չէ, որևէ կաշկանդվածություն չկա եւ ինչու չկա, որովհետեւ նախ մենք ենք այդպես վերաբերվում ու չպետք է լինեն արտոնյալներ, որտեղ հարկային վարչարության գործիքը պետք է մաքսիմալ արդար կիրառվի եւ մեր ռիսկերի համակարգը ծածկում է բոլորին։ Այսինքն մենք երբ որ օրինակ տարին պլանավորում ենք ստուգումների, մենք բոլորին ուսումնասիրելու արդյունքում ենք առանձնացնում են կազմակերպություններին, որոնք պետք է ստուգվեն։ Մենք այս տարի մի հոդված հրապարակեցինք, որը վերաբերում էր Հայաստանում խաղադրույքների շուկայի հսկա soft construct ընկերությանը, որ թուրքական բիզնեսների հետ աշխատել էր, որ տարբեր ներդրումներ էր անում դրսերում եւ այլն, եւ նաեւ պետական եկամուտների կոմիտեին հետագայում նամակ գրեցին, փորձելով բարձել արդյոք գնացել է պետական եկամուտների կոմիտեին այս հոդվածի, այս հետաքննության հետքերով եւ ինչ որ արդյունքներ գրանցվել են թե ոչ, բայց մենք ըստ էության որևէ բովանդակալից պատասխան չստացանք։ Այս դեպքում օրենսդրությունը ձեզ թույլ տալիս է որևէ ինֆորմացիա մեզ տա դրա մասին։ Հենց պետական եկամուտների կոմիտեի պատասխանի մեջ դա էլ մեկնաբանվել է, այսինքն օրենսդրությունը մեկնաբանելով մենք ասել ենք, թե ինչու չենք կարող դրա հետ կապված մանրամասներ մեկնաբանել, բայց նորից վերադառնում եմ իմ ասացին, որ մենք որևէ կաշկանդվածություն չունենք, կարևորը դա է, եւ ես ուզում եմ համոզված լինեմ բոլորը, որ որևէ կաշկանդվածություն չունենք որևէ անձի հետ կապված։ Իսկ ինչ կազմակերպության մասին նշեցիք, մենք օրինակ ես կարող եմ ասել, որ խաղային ոլորտի
ինտերնետ շահումով խաղերի ոլորտի հատկապես կազմակերպիչների, որից մեկը նաև այդ ձեր ասած կազմակերպությունն է։ Այդ 3 կազմակերպությունների մոտ վերջի 2 տարվա ընթացքում բավական խոշոր ստուգումներ են իրականացվել, ինչպես մեր համալիր ստուգումներով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումներով, եւ այս պահի դրությամբ բավական խոշոր չափի հարկեր կան վճարված, հարկային պարտավորություններ եւ առաջիկայում նույնպես սպասում ենք։ Այսինքն ստվերում են եղել, ստուգումներից հետո վճարել են։ Ունեցել են այդպիսի գործակներ եւ ասածս նա է, որ մենք նորից էլ այդ ոլորտային տրամաբանությամբ բոլորին համաչափ մոտեցմամբ առանց որևէ կաշկանդվածության մենք մեր ստուգումները իրականացել ենք ու բավական խոշոր չափի գումարներ արդեն վճարվել են պետական բյուջե։ Խոսքը մի քանի միլիարդի մասին է։ Այս տարվա սկզբում, երբ դրոշմապիտակների թեման բավականին թեժ էր, ավելի թեժ քան հիմա էր, QR կոդեր, դրոշմապիտակներ, մեծ տեղեկություններ էին հասնում, երբ որ դուք արդեն բեք նախագահ եք, որ շատ մեծ տարակարծություն եւ նույնիսկ վիճաբանություն կա այդ թեմայով բեկի ներսում։ Ես կուզեի դուք հիմա պաշտոնապես դա մեկնաբանեիք։ Հիմնական խնդիրն այն էր, որ մի հատվածը մասնագետների եւ բեկի գտնում են, որ նոր QR կոդերը արդյունավետ չեն եւ պետք է գնալ հին ակցիզային դրոշմապիտակների համակարգին։ Դուք ինչ դիրքորոշում ունեք եւ ի վերջո այս հարցը պեկում լուծվեց, չլուծվեց, ինչ կա այս թեմայի հետ կապված այսօր։ Շատ լավ, շատ կարևոր իհարկե հարց է, որին ես ինքս շատ մանրամասն բոլոր տեղերում անդրադարձել եմ։ Բանավեճեր եղել են իհարկե։ Շատ բանավեճեր են եղել եւ ինքս երբ որ դարձել եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, փորձել եմ հասկանալ, թե դա ինչ համակարգ է, ինչ է ենթադրում, ինչ առավելություններ ունի եւ երբ որ ես եկա պետական եկամուտների կոմիտե, մենք սկսեցինք ուսումնասիրել դա։ Ու այդ ժամանակ նախնական որոշակի որոշումներ կային կայացված, որ հունվարի 1-ից բոլոր ապրանքները, ենթակցիզային ապրանքները պետք է անցնեն այդ նոր համակարգը։ Եվ այդ ուսումնասիրությունները ինչ բացահայտեցին, ուսումնասիրությունները բացահայտեցին, որ դեռ այդքան պատրաստ չենք եւ կարիք կա այդ համակարգը կայացնելու, որպեսզի պարզ բացատրեմ, տեսեք, վերանանք թղթերի որակից, որտեղ շատ դեպքերում դա են շահարկում, վերանանք նայից թե որ կազմակերպությունն է սպասարկում այդ համակարգերը կամ որ կազմակերպությունները, նախկին համակարգը ֆիքսում էր սկզբում, այսինքն ներմուծողի ու արտադրողի մոտ մեր մոտից բաշխվում էին համապատասխան պիտակներ եւ իրանք փակցնում էին, որպեսզի կանխարգելվեր հնարավոր ստվերը դրանից հետո։ Նոր համակարգը ֆիքսում էր, երբ որ ես եկա պետական եկամուտների կոմիտե, ֆիքսում էր սկզբում եւ վերջում, վերջը նշանակում է վաճառքի ժամանակ։ Մենք որոշեցինք, որ լայնածավալ ուսումնասիրություն անենք եւ այդ համակարգը կայացնենք։ Այսինքն միտումը նա է եղել, որ այդ նոր համակարգը կայանա։ Էլի նորից անկախ նայից թե որ կազմակերպությունն է սպասարկում եւ այս տարվա ընթացքում ես ինքս զեկուցել եմ երկու կարևոր որոշում ենք կայացրել։ Մեկը նա է, որ տեղեկատվական կտրոնն ենք ներդրել, ինչ է դա նշանակում, այն տեղերում, որտեղ որ մենք վաճառք չենք տեսնում, օրինակ ռեստորաններում, որտեղ ինքը հաշվի հետ օրինակ ջուրը վաճառվում է կամ ալկոհոլը վաճառվում է, այդտեղից բջջային հավելվածի միջոցով տեղեկատվություն փոխանցեն պետական եկամուտների կոմիտե, մյուսն էլ, որը հունվարի 1-ից ալկոհոլի եւ ծխախոտի համար է ներդրվելու, արդեն այդ շղթայի վերահսկողություն է, որը նշանակում է, որ հաշիվ ապրանքագիրի ինվոյսը որ դուրս են գրում, դրա հետ կցվեն այդ կոդերը, եւ այս բարեփոխումը մենք արեցինք։ Բարեփոխումը արեցինք, արդեն գործում է, եւ այս ընթացքում մենք որոշեցինք փուլային անցում կատարել այս նոր համակարգին։ Եվ հունվարի 1-ից այդ անցումը ամբողջությամբ արդեն կատարելու ենք։ Բացի դա նաև մի կարևոր որոշում էլ պետք է կայացնենք, որը շուտով կլսի հանրությունը մեզնից, մենք գնի այդ կոդերի, QR կոդերի հետ կապված գնի իջեցման հետ կապված հիմա քննարկումներ ենք իրականացնում եւ առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, թե ինչքան է գինը լինելու առաջիկա տարիներին։ Կառավարության որոշումը։ Այսինքն յուրաքանչյուր QR կոդ, որ տպվում է, ինքը ուներ իր գինը, հիմա դա պետք է իջեցվի։ 3.5 դրամ էր առանց ավելացած արժեքի հարկի, հիմա առաջիկայում իջեցման ուղղությամբ կառավարությունը հայտարարություն կանի։ Ինչպես հասկացա ձեր խոսքից, QR-ների թեման շարունակվում է այնպես, ինչպես ի սկզբանե պլանավորվել էր, այսինքն որևէ հետքալ չի արվել։ Չէ, հետքալ չենք արել, մենք ուղղակի փորձել ենք հասկանալ համակարգը ինչ թերություններ ունի եւ ինչպես կարելի է կատարելագործել, որովհետեւ դրա գերնպատակը նա է, որպեսզի մենք կարողանանք ենթակցիզային ապրանքների մասով ստվերը ավելի վերահսկելի դարձնենք եւ թույլ չտանք ստվեր գոյանա, երկրորդ հավասար մրցակցություն լինի հնարավորինս այդ ոլորտում եւ մարդիկ հասկանան
որ սպառում են այնպիսի ապրանքներ, որոնք ստվերում չեն։ Հիմա մի փոքր հասկանանք նաև հայտարարագրման համակարգը, ուր ենք հասել, ինչ վիճակ է, իշխանությունները դարձրեցին ինքնաշխատ, այս պահի դրությամբ ինչ տվեց ինքնաշխատ դարձնելը, ինչ արդյունքներ ունեք։ Տեսեք, որպեսզի պարզ լինի բոլորի համար, ես կփորձեմ մի փոքր մանրամասնել, ինքնաշխատություն այնպես թե այնպես կար մինչև օրս։ Այսինքն մարդիկ, ովքեր որ մտել են իրենց հայտարարները նայելու, տեսած կլինեն, որ այն դաշտերը, որը պետական եկամուտների կոմիտեն տեսնում է, լրացնում է։ Այսինքն, երբ որ բացում է մարդը հայտարարագիրը, ինքը ավտոմատ լրացնում է այդ հատվածը։ Հիմա ընդամենը հանվել է այն պահանջը, որ եթե մարդը չունի այլ այնպիսի եկամուտներ եւ հարկվող եւ չհարկվող, որոնք պետական եկամուտների կոմիտեն չի տեսնում, կարիք չկա, որպեսզի ինքը, այսինքն իր ցանկությամբ կարող է չմտնել ընդհանրապես եւ պետական եկամուտների կոմիտեն մինչեւ նոյեմբերի 1-ը կսպասի, դրանից հետո կհաստատի իր փոխարեն եւ կհամարի ընդունած հանձնած հայտարարագիրը։ Հիմա այդ ընթացքում ովքեր որ ցանկանում են սոցիալական կրեդիտ ստանալ եւ այն մարդիկ, ովքեր ունեն եկամուտներ, որը պետական եկամուտների կոմիտեն չի տեսնում, ընդ որում հիմա մենք շատ ակտիվ իրազեկում ենք դրա մասին, որ մարդիկ տեղակ լինեն, այդ մարդիկ պետք է մտնեն, փոփոխեն իրենց հայտարարագիրը, եթե ուզում են սոցկրեդիտ ստանալ, ստորագրեն, հաստատեն եւ հանձնեն։ Սա է իրավիճակը հայտարարագրի։ Իսկ ինչ թվային տվյալներ ունեն, քանի հոգի այս պահի դրությամբ ինքնաշխատնել միասին, այսինքն երբ որ պետք է լրացրել, քանի ստորագրված արդեն հայտարարագիր ունենք եւ դրանցից քանիսն են քաղաքացիները իրենք մտել լրացրել։ Ունենք 176,000 քաղաքացի նոյեմբերի 1-ի դրությամբ, ովքեր մտել են իրենք լրացրել են, փոփոխել են եւ ստորագրությամբ հաստատել ու հանձնել են։ Իսկ ընդհանուրը ենթադրում եմ 700,000-ն անցնում է, չէ՞, հաշվի առնելով։ 800-ն անցնում է։ Սկզբում 700-ի մասին էր խոսում, կարծես։ Սկզբում այո, տենց տարբեր ցուցանիշներ հնչեցվում էին, հետո ընթացքում ամբողջական հաշվառումը իրականացվեց եւ 800,000-ը այս պահի դրությամբ անցնում է։ Այսինքն 20%-ի չի հասնում լրացրածների կշիռը ընդհանուր թվում։ Ինչ հարց լուծեցին այդ 170 քանի հազար լրացրած հայտարարակի համար, Պեկին դա ինչ տվեց։ Տեսեք, հիմա եթե օրինակ տեսնենք հարկման տեսանկյունից ինչ տվեց, մենք մի ժամանակ հայտարարել ենք, որ դա նաև հարթակ է այն հարկվճարողների համար, ովքեր իրենք ունեն եկամուտներ հարկվող, բայց չունեն հարմարավետ հարթակ դա հայտարարագրելու, եւ այդ տեսանկյունից մենք ունեցանք մոտ 8.5 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ, որը գրեթե կրկնակի գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։ Այսինքն երկու անգամ ավելացել է մոտ 4 միլիարդով եւ ավել անգամ Անցած տարվանը պարտադիր չէր, հետեւաբար չէ, ինչ-որ մի մասի համար պարտադիր էր։ Այս տարի ավելի շատ մարդկանց համար էր պարտադիր։ Այդ առումով ինքը տվեց, բայց մյուս կարևոր հանգամանքը նա է, ինչու այդ փոփոխությունը տեղի ունեցավ։ Որտեւ երբ որ մենք վերլուծեցինք ընդ որում ազգային ժողովի նախաձեռնությամբ դա տեղի ունեցավ, հետո մենք էլ այդ process-ներում մասնակցել ենք, երբ որ վերլուծեցինք, հասկացանք, որ մարդկանց մոտ 60%-ը իրանք պարզապես մտնում են, տեսնում են ինչ որ պեկը լրացրել է, համոզվում են, որ ամեն ինչ ճիշտ է եւ հաստատում են։ Ավելին նաեւ մենք խոսել ենք նրա մասին, որ մարդկանց մի առելի կտորն էլ, երբ որ չհարկվող եկամուտները լրացնում, այդտեղ վարկեր եւ փոխառություններ են, որոնք ինքնին եկամուտները չեն եւ կարելի է օրինակ բանկային համակարգից է ստանալ, չնայած դրանք շատ հավանական է շուտով օրինակ չպահանջենք էլ կառավարության որոշումով։ Եվ սա այս վերլուծությունը ոնց որ ցույց տվեց, որ իմաստ չունի, որպեսի մարդկանց կյանքը բարդեցվի եւ ավելի པարզ տարբերակով գնանք, մենք նախալրացնենք ու իրենք լրացնեն այն ինչ որ պետական եկամուտների կոմիտեն չի տեսնում։ Հեշտացնելու նպատակ է հետապնդել այս ամենը։ Շատ լավ, 2026 թվականի պետական բյուջեի նախագծով կրկին եկամուտների հավաքագրման հավակնոտ թվեր ենք տեսնում, 2 տրիլիոն 937 միլիարդ դրամ, սա միայն հարկային եկամուտները եւ այս տարվա սպասվող ցուցանիշի համար համեմատ 283 միլիարդ դրամից ավել եկամուտ ենք սպասում, այսինքն
Եկող տարվա համար մեր հույսը ո՞րն է լինելու։ Այդ լրացուցիչ 280 միլիարդ դրամը մենք որտեղից ենք ստանալու, տնտեսության ո՞ր ոլորտներից, ինչ երևույթներ ու փոփոխություններ ենք սպասում, որոնք լրացուցիչ հարկեր կգեներացնեն։ Տեսեք, նախ այդ չափի մասին պատկերացում կազմելու համար պետք է համադրենք նաև այս տարվա հետ։ Պետական բյուջեին, եթե հետևել եք, այս տարվա կանխատեսումը 2 տրիլիոն 690 միլիարդ, որը մոտ 300 միլիարդով, այսինքն առնվազն 300 միլիարդով այս տարի ավել հարկային եկամուտներ կունենանք։ 25 թվի մասին ենք խոսում։ Այո, 25 թվականին։ Եվ եթե խոսենք հարաբերական ցուցանիշներից, ապա այս տարի կունենանք 24.5% հարկեր հնարացուցանիշ, որը 1%-ային կետով գերազանցում է անցած տարվա մակարդակը։ Ինքը բավական մեծ աճ է, իմ ասած գործոնների հետևանք է իհարկե։ Հիմա մյուս տարի այդ տեսանկյունից ես մեծ խնդիր չեմ տեսնում այդ ցուցանիշների հետ եւ այսինքն այս տարվան համադրելի աճի մասին է խոսք գնում, իսկ հարկեր հնայի տեսանկյունից 0.4%-ային կետ աճի մասին է խոսք գնում եւ այդ ծանրակշիռ մասը էլի բաժին է ընկնելու ստվերի նվազեցմանը։ Այսինքն հարկային վարչարության հետևանք է լինելու, մի կտորով ունենք օրենսդրական մաս, որը փոքր մասն է, բայց հիմնական մասը հարկային վարչարությունն է եւ այդ հարկային վարչարության մեր ներկայումս իրականացվող այս բոլոր քայլերը, որի մասին այսօր խոսեցինք, բերելու են նաեւ համապատասխան ստվերի նվազեցումներ նաեւ մյուս տարվա համար։ Եվ ընդհանուր հասնելու ենք այն 25% հարկեր հնացուցանիշին, որը կառավարության ծրագրում թիրախավորված էր։ Տեսեք, ստվերի նվազեցումը իհարկե լավ գնահատական է, բայց դուք չունեք մտավախություն, որ այդպիսով հնարավոր է բիզնեսին վատ ազդակներ հասնեն, այսինքն բացասական ազդեցություն ունենա։ Եվ որ արդեն լսում են, որ ՊԵԿ-ը պետք է լրացուցիչ վարչարարություն կիրառի, ստվերի դեմ ավելի խիստ է սկսում պայքարել, դա տնտեսության ու բիզնեսի վրա երբեմն բացասական ազդեցություն չի ունենում։ Դե խիստը հարաբերական է, այսինքն ստվերի դեմ պայքարի տարբեր մեթոդներ կան։ Եթե ես ասում եմ, մեր մոտեցումները հիմնված են վերելուծական թիրախային, թվային մոտեցումների վրա, դա նշանակում է, որ մենք հնարավորինս անշփում, անհպում տրամաբանության մեջ ենք անում, եւ այստեղ այո կարեւոր հանգամանք կա, մենք պետք է աշխատանք տանենք մարդկանց հետ, բացատրելու իրենց։ Ընդ որում ես հանուն արդարության նշեմ, կան բազմաթիվ հարկվճարողներ, որոնց մոտ այդ խնդիրը որ բացահայտվում է, իրենց այդ քննարկումների արդյունքում իրենք ընդունում են դա։ Եվ սա է մեր գերխնդիրը։ Հիմա ստվերի չափի տեսանկյունից պետք է գիտակցենք կան գնահատականներ եւ մենք ենք իրականացնում եւ ֆինանսների նախարարությունը վերջին տարիներին կրկնակի նվազել է։ Կա այսպես ասած հարկային ճեղք արտահայտությունը, դա նշանակում է, որ տրված օրենսդրության պայմաններում որքան հարկ կարելի է հավաքել եւ որքանն է իրականում հավաքվում։ Մենք նորմայի մեջ ենք։ Կարող են վճարել, ինչքանն է վճարվում, ավելի ճիշտ։ Եթե ասենք օրինակ մի 5 տարի հետ գնանք, դա 6%-ին մոտ հնայի մեջ ցուցանիշներն են խոսքը 500-ից 600 միլիարդ դրամի մասին է խոսք գնում։ Հիմա այդ ցուցանիշները հասել են 2-ից 3% հնայում, եթե վերցնենք տարբեր գնահատականներ, այսինքն 200-ից 300 միլիարդ, կրկնակի նվազել է ստվերը։ Բայց դեռ տեղ կա աշխատելու եւ այդ աշխատելու տեղը հենց այդ ստվերի ուղղությամբ մեր գործողություններն են, որոնք արդյունք են բերելու։ Եվ դա խստության մասին չէ, դա ավելի շատ արդար մրցակցության վերականգնման մասին է նաև։ Իսկ այս մեկ տարվա ընթացքում եղել է դեպքեր, երևույթներ, որ ձեզ կաշկանդեն, այսինքն մոտենան ինչ-որ գործարարներ, իմանալով, որ դուք ՊԵԿ նախագահն եք, փորձեն ձեզ այդ ներքին կարգով լեզու գտնել, որ կոշտ վարչարարություն չիրականացնեք, թեկուզ խոստանան, որ հետո կսկսենք ավելի թափանցիկ աշխատել, երբ որ հատկապես նոր եք ընդունվել, նման բաներ եղել են, թե չէ։ Եղել են, լինում են եւ կշարունակեն լինել։ Ինչ եք պատասխանում։ Ես մերժում եմ բոլորին։ Ու նորից էլի շատ պատասխանատու ձևով ձեր մոտ եմ ասում, որևէ կաշկանդվածություն չկա որևէ մեկի հանդեպ։ Դա դեռ երևույթ է, որը շարունակելու է որոշակի տարիներ, մինչև իրենք հասկանան, թե հարկ վճարելը ինչքան կարևոր է։ Եվ եղել են դեպքեր, որ ընդհանրապես չեմ լսել, օրինակ մերժել եմ,
Եղել են դեպքեր, որ գործընկերների հետ հրավիրել ենք նույնիսկ քննարկման, այսինքն պետական եկամուտների կոմիտեում քննարկումներ ենք իրականացրել, իրենց խնդիրները բացատրել ենք եւ ասել ենք, որ չի լինելու նման իրավիճակ, որ որևէ մեկը կարողանա որևէ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք բերել եւ դա արդար չի մնացածի հանդեպ եւ ընդհանրապես հասարակության հանդեպ եւ ես ինքս միշտ այդ երևույթների դեմ պայքարելու եմ ու փորձեմ այդ մարդկանց վարքագիծը փոխել ու իրենք հասկանան ինչքան կարեւոր է հարկ վճարելը։ Արխիվում ընտրություններ են 2026 թվականի, ձեր արխիվ որևէ նպատակ դրված է շատ հարկեր հավաքագրելու կամ ընդհակառակ ավելի մեղմ լինելու, որևէ կերպ եկող ընտրությունները ձեր գործելավոճի վրա ազդում են, թե չէ։ Տեսեք, անկախ ընտրություններից գործելավոճի փոփոխություն թե վերջին տարիներին կա, թե այս տարի կա, որի մասին արդեն միասին խոսեցինք այսօր, եւ այդ գործելավոճի փոփոխությունը անկախ որևէ ընտրությունից պետք է անշեղորեն իրականացվի։ Այսինքն պետք է հարկ վճարողը լինի կենտրոնում եւ այդ մարդակենտրոն ու արդար մոտեցումներով մենք պետք է շարունակենք մեր հարկային վարչարության գործիքները կառուցել եւ պետական եկամուտների կոմիտեի իմիջը հենց այդպես ձևավորել, որ մենք իրենց գործընկերն ենք եւ իրենց գործընկերային ենք վերաբերում, այլ ոչ թե մի կառույց, որը թշնամաբար կամ ճակերտավոր ասած թշնամաբար կոշտ գործողություններ է անում, եւ դա բազմաթիվ ցուցանիշներ կան, որոնք դա ապացուցում են, եւ երբ որ նայում ենք օրինակ մեր գործիքների մեջ վերլուծությունների դերի մեծացումը, երբ որ նայում ենք օրինակ մեր օպերատիվ գործողությունների մոտավորապես 25% նվազեցումը, երբ որ նայում ենք մեր բանակցությունների քանակը հարկ վճարողների հետ, երբ որ նայում ենք մեր հաղորդումների, ներկայացված հաղորդումների քանակը, որի մասին հնչեցրել եմ մոտ 2 անգամ, այսինքն եթե հարկ վճարողների օրինակ 1%-ներ մոտավորապես վերջին տարիներին հաղորդումների ենթարկվում, հիմա 0.5%-ն է այդտեղ նվազեցում ունենք, այսինքն սա անշեղորեն գնացող ճանապարհ է անկախ ընտրություններից։ Իսկ թիրախների մասով դրանք սահմանվում են պետական բյուջեներով եւ այդ թիրախներին իհարկե քննարկվում են մանրամասն ֆինանսների նախարարության հետ եւ դրանց տակ տնտեսագիտություն կա, դրանց տակ արգումենտներ կան, գնահատականներ կան, թե ինչի հաշվին պետք է դա տեղի ունենա եւ մենք փորձում ենք հենց այդ գործոնների ուղղությամբ աշխատանք տանել։ Տեսեք, բյուջեի եւ հարկերի մասով, երբ որ հարկերի կատարողականը նայում ենք, բայց ես մի հետաքրքիր ցուցանիշ տեսա, դա ԱԱՀ-ի վերադարձներ, ավելացված արժեքի հարկի եւ թվերը ճշգրիտ գուցե չհիշեմ, բայց լավ հիշում եմ, որ այս տարի 21 միլիարդ դրամով պակաս ԱՀՀ է վերադարձվել, քան նախորդ տարի 9 ամիսների մասին է խոսքը։ Այդ ԱՀՀ-ի գծով ինչ է կատարվել, քիչ են դիմել, թե դիմել են դեռ չեն վերադարձել։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև հատկապես այս տարվա առաջին 2 եռամսյակներից կրկին շատ ազդակներ էինք ստանում տնտեսվարողներից, որ իրենց չի վերադարձվում գումարը, այսինքն դիմումը գնում են, ուշացվում է։ Բայց երբ առաջարկում էինք իրենց անունից հոդված գրել, որպեսզի այդ հարցը բարձրաձայնվի, իրենք ասում են, որ չեն ուզում իրենց անունը լրացուցիչ շոշափվի ՊԵԿ-ում։ Ինչ կասեք սրա մասին։ Շատ լավ։ Շատ էական հարց է։ Տարվա սկզբի խնդիրը տեխնիկական է եղել եւ նոր համակարգեր գործարկվում եւ դրա համար առաջին 1-2 ամսվա ընթացքում որոշակի բողոքներ եղել են, բայց այստեղ կարևոր է ցուցանիշներին անդրադառնալ։ Նախ այս պահի դրությամբ չկա որևէ դիմում, որը անպատասխան է մնացել, այսինքն եթե կա դիմում, որը ենթադրում է ԱԱՀ-ի վերադարձ օբյեկտիվորեն եւ պետք է վերադարձվել այսօրվա դրությամբ, չկա այդպիսի դիմում։ Այսինքն բոլոր վերադարձները իրականացվել են եւ այստեղ կարեւոր է ոչ թե որտեղ այդ վերադարձը ինքը հոսքային ցուցանիշ է, կարեւոր է նաեւ նայել ընդհանրապես պարտավորությունների պաշարը հարկ վճարողների հանդեպ եւ երբ որ նայում ենք այդ ցուցանիշները, այդտեղ տարեսկզբին ինչ ցուցանիշ եղել է, հիմա մոտավորապես նույն ցուցանիշն է։ Այսինքն մենք պարտք չեք կուտակել։ Ոչ, բացարձակ։ Հիմա ինչու է նվազում ԱԱՀ-ի վերադարձը, տակը տնտեսական ֆենոմեն կա, որը պետք է մի քիչ պարզ խոսենք, որ մարդիկ հասկանան։ Տեսեք, մենք ունեցել ենք նախորդող տարիներին վերաարտահանումների բավական մեծ ցուցանիշներ։ Եվ այդ վերաարտահանումների պայմաններում ԱԱՀ-ի վերադարձի ցուցանիշները որոշակի աճել են։ Հիմա քանի որ վերաարտահանումը կտրուկ նվազել է այս տարի եւ դուք տեսնում եք արտահանման ներմուծման նվազումները հենց դրա պատճառով, այդ տնտեսվարողների մասով վերադարձներ այլևս չկան,
կամ նույնիսկ նվազում են, եւ դա է պատճառը, որ նվազում են, բայց պաշարային ցուցանիշը ակնհայտ ցույց է տալի, որ մենք որևէ պարտավորություն չունենք, ավելին ասեմ, մենք այս տարի գործարկել ենք վերլուծական համակարգ, որը ավտոմատ վերլուծում է եւ եթե որևէ խնդիր չունի հարկվճարողը, նույնիսկ ավտոմատ է վերադարձնում։ Այսինքն առանց դիմումի։ Այո։ Չէ, դիմումը ներկայացրեց, դիմումը ուսումնասիրվում է ավտոմատ թվային տիրույթում եւ իրեն վերադարձվում է առանց մարդու միջամտության։ Կա կտոր, որը մարդու միջամտությամբ է կախված լրացուցիչ վերլուծությունների անհրաժեշտությամբ։ Քաղաքացիներին վերադարձվող գումարների մյուս խոշոր կտորը հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձներ, նույնիսկ այս տարի կառավարությունը 84 միլիարդ էլ պլանավորել, եթե ճիշտ եմ հիշում, բայց նույնիսկ այդ պլանավորածից բարձր եղավ, դա նոր որոշում ընդունվեց 95 միլիարդ դրամ դարձվեց, 97 միլիարդ ներողություն եւ եկող տարի, այսինքն արդեն 26-ին այդ գումարները ավելի են շատանալու, դուք կանխատեսում եք, որ այսքան կշատանան եւ ընդհանրապես սա որպես բեռ բյուջեի համար դիտարկում եք, թե չէ, որովհետեւ սա մի տարվա համար չի, երկու տարվա համար չի, 20 տարվա համար է։ Ոնց է այս թվերի հետ, այսպես ասած, յոլա գնում։ Շատ լավ։ Տեսեք, նախ հասկանանք այդ պլանավորումը երբ է իրականացվել, կանխատեսումը ավելի կոնկրետ։ Սովորաբար կանխատեսումները իրականացվում են մինչև տարեվերջ։ Այսինքն, տեսեք, բյուջեն քննարկվում է ազգային ժողովում, մինչ այդ կառավարությունում, դրանից առաջ սեպտեմբերին, օգոստոս-սեպտեմբերին կանխատեսումները իրականացվում են։ Հիմա անցած տարվա օգոստոս-սեպտեմբերին, երբ որ իրականացվել են, ինչ է տեղի ունեցել։ Եվ երբ որ կառավարությունը հայտարարեց, որ այն քաղաքականությունը, որ 25 թվականից դուրս է գալիս Երևանից եկամտային հարկի այդ վերադարձի ծրագիրը, տեղի ունեցավ կտրուկ հոսք դեպի այդ ծրագիր, այսինքն մարդկանց քանակը, շահառուների քանակը էապես ավելացավ։ Եվ այդ ամիսների ընթացքում հենց ավելացումը բերեց նրան, որ այս տարի մենք կարիք ունեցանք վերջին երամսյակում գումար հատկացնել, որպեսզի այդ վերադարձը տեղի ունենա։ Հիմա չափերի մասին այդ մասով, տեսեք, կառավարության քաղաքականությունը հենց այդտեղից է բխեցվել է։ Հաշվի առնելով, որ այդ չափը պետք է կառավարելի լինի բյուջեի տեսանկյունից, եւ այդ որոշումը հենց կայացվել է, որ Երևանից դուրս գա, այնուհետեւ մարզեր, հետո ընդհանրապես դուրս գա այդ ծրագիրը, եւ այս պայի կանխատեսումները նա են, որ առաջիկա ուրեմն 1-2 տարին, այսինքն 27 թվականից հետո մենք արդեն կտեսնենք այդ ցուցանիշների նվազում, ինչու որովհետեւ դեռ մենք այն փուլում ենք, որտեղ մարդիկ վարկեր ունեն վերցած եւ տոկոսավճարը մեծ տեղ է զբաղեցնում այդ իրենց ամսական վճարումների մեջ։ Այո, աստիճանաբար մայր գումարը կավելանա, տոկոսը քիչ։ Աստիճանաբար մայր գումարը կավելանա, արդեն այս վերադարձները քիչ-քիչ կսկսեն նվազել։ Այդ առումով ինքը կառավարելի է։ Հա, այսինքն բեռը կթեթևանա բյուջեի համար 27 թվականից հետո։ Ահա։ Պարոն Հակոբյան, իսկ դուք առհասարակ ինչպես եք վերաբերում հարկային արտոնություններին, երբ նույն ոլորտի մի ընկերությանն ազատում են օրինակ մաքսատուրքից, այն մյուսի ԱԱՀ-ն են հետաձգում, ընդհանրապես այս հարկային արտոնությունների փիլիսոփայությունը ձեզ համար ընդունելի է թե չէ, որովհետև երբ որ նայում ենք ինքը նորից անուղղակի բեռ է բյուջեի համար, գումարը, որը պիտի գնար բյուջե, չի գնում։ Եվ բացի այդ դա որոշ նաև հակամրցակցային պայմաններ է ստեղծում կողքի ընկերությունների համար։ Մենք նաև լսել ենք, որ ֆինանսների նախարարություն տարակարծություններ կա հարկային արտոնությունների վերաբերյալ, դուք դրան ոնց եք վերաբերվում։ Տեսեք, եթե գերատեսչական շահի տեսանկյունից մոտենայի պետական եկամուտների կոմիտեի, իհարկե ցանկալի կլիներ որևէ արտոնություն չտեսնել։ Այսինքն զուտ եթե ֆիսկալ նայենք, բայց չենք կարող հարցերին միայն ֆիսկալ նայել, այնուամենայնիվ հարկային արտոնությունը այո մտցնում է բազմաթիվ անհավասարություններ, անկախ նայած ինքը ինչքանով է թիրախավորված, եւ իհարկե ավելի ցանկալի է, որ լինեն թիրախային աջակցության գործիքներ, այսինքն ծախսերով փորձի պետությունը այդ աջակցությունները իրականացնել։ Օրինակ նույնպես վերադարձը, որի մասին խոսում էինք միասին, ժամանակին ինքը հարկերից էր նվազեցվում, հիմա ինքը ծախսային ծրագիր է առանձին։ Հիմա այդ տեսանկյունից ավելի թիրախային են իմ կարծիքով ծախսային ծրագրերը, բայց դա չի նշանակում, որ հարկային արտոնությունները չպետք է կիրառվեն։ Ինչու՞, որովհետև այնուամենայնիվ պետք է գիտակցենք, որ կան ոլորտներ, որոնք լոկոմոտիվ դեր ունեն, որոնք մեծ պոտենցիալ ունեն, որոնք
գլոբալ մրցունակության կամ գլոբալ մրցակցության մեջ հայտնվելու պոտենցիալ ունեն, որոնք պետք է քաշեն նաև մյուս ոլորտների զարգացումները, օրինակ ենթադրենք ՏՏ ոլորտի հետ կապված այս տարվանից արդեն բավական մեծ արտոնությունների փաթեթ է գործում։ Եվ նման իրավիճակներում երբեմն նաև պետք է կիրառել հարկային արտոնություններ, եթե դա հիմնավորված ու արդարացված է։ Բայց ընդհանուր առմամբ ավելի ես կողմ եմ թիրախային աջակցության գործիքներին ծախսերով։ Նաև վերջերս սկսնակ բիզնեսները, հատկապես փոքրերը, մի կողմ դնելով դեռ հարկային քաղաքականությունը, սկսեցին մի հարցի մասին բարձրաձայնել, երբ որ ՀԴՄ սպասարկման գները բարձրացան։ Միանգամից կտրուկ բարձրացան, մենք մի փոքր ուսումնասիրություն արեցինք, հետո մրցակցության հանձնաժողովը ուսումնասիրեց եւ տեսավ, որ սպասարկող եւ ներմուծող ընկերությունները բոլորը փոխկապակցված են իրար հետ։ Եվ մրցակցության հանձնաժողովն էլ եկել է եզրակացության, որ այստեղ կա հակամրցակցային տար, եթե այսպես մի քիչ գլոբալ ասեմ, իհարկե այնտեղ ձևակերպումները մի քիչ ուրիշ են լինում։ Այս խնդիրը դուք ուսումնասիրել եք թե չէ, որովհետեւ փոքր բիզնեսի համար իսկապես թվում է փոքր գումար է, բայց առաջինը, երբ որ խոսում ենք փոքր բիզնեսի հետ, առաջին խնդիրների մեջ հենց դա են թվարկվում։ Նախ դե մրցակցության հարցերը մեր գործառույթները չեն, բայց ես իհարկե խնդրից տեղյակ եմ եւ գիտեք, որ ժամանակին այդ ռեֆորմը իրականացվել է, որ ազատականացվել է ՀԴՄ-ի շուկան, այսինքն ինչ-որ մի տարիներ եղել են նույնիսկ պետությունն է, պետական եկամուտների կոմիտեն այդ գործառույթը իրականացնել, կհիշեք, որը ներմուծումը եւ սպասարկումը։ Այո, բայց բազմաթիվ չարաշահումների հետևանքով որոշում կայացվեց ազատականացվել, մասնավորին տրամադրել եւ այստեղ պետական եկամուտների կոմիտեն գնի դրանց գների վրա ազդեցություն որպես այդպեսին չունի, որտեղ դա շուկա է, գնագոյացում է, այդ կազմակերպություններն են որոշում, այլ հարց է ինչքանով է կենտրոնացված տվյալ շուկան։ Եվ անկախ նայած դա ՀԴՄ-ի շուկա է, թե որևէ այլ ապրանքի շուկա, դա կարծում եմ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթների տիրույթում է։ Մենք ամեն դեպքում անում ենք հետևյալը, մենք ինչ ենք անում, մենք ցանկացած կազմակերպություն, որ դիմում է մեզ, մենք որոշակի չափանիշներով ֆիլտրում ենք այդ կազմակերպություններին ու թույլատրությունը, այսինքն հանձնաժողով է ձևավորվում ու դրա հիման վրա թույլատրվում է կամ լիցենզիա է տրամադրվում ճակատավոր ասած, որ իրենք աշխատեն այդ շուկայում։ Այսինքն դա գոնե ապահովում է, որ իրանք չափանիշներին բավարարող կազմակերպություններ լինեն։ Եվ մի բան էլ ասեմ, մենք հիմա շատ ակտիվ նաև քննարկում ենք կառավարության նիստերին էլ հետևած կլինեք, պարբերաբար խոսում ենք առցանց ՀԴՄ համակարգից եւ ներկայումս շատ ակտիվ քննարկում ենք նաև շատ մոտ ապագայում հանդես կգանք այդ հայտարարությամբ, թե մենք ինչպես ենք պատկերացնում ՀԴՄ-ների շուկայի ապագան։ Եվ կարծում ենք, որ այո, կարծում ենք, որ այդ առցանց ՀԴՄ-ն կգա ինչ-որ մասով փոխարինելու ֆիզիկական ՀԴՄ-ներին եւ արդեն հետագա ապագայում, երբ որ ինքը աստիճանաբար զարգանա եւ բոլոր համակարգերը իրան միանան, այդ ժամանակ ինքը կլինի ըստ էության հիմնական ՀԴՄ համակարգը։ Պարոն Հակոբյան, իսկ շրջհարկի փոփոխությունները, որ արվեցին վերջին 1 տարում, նախ դրանց ազդեցության գնահատականն եմ ուզում ձեզանից լսել, եւ նաեւ տնտեսվարողներն են հարց փոխանցել ձեր թույլտվությամբ հիմա կարդամ դա, ասում են, որ փոփոխություններից հետո համեմատելով 24 թվականը 25-ի առաջին կիսամյակի արդյունքների հետ, տեղի ունեցել արդյունավետ հարկային դրույքաչափի բարձրացում։ Միջինում եղել է 3.97, հիմա արդեն 4.6 է եւ այստեղ շեշտում են, որ ամենաշատ ուժած ոլորտը արդյունաբերությունն է, որը մենք տեսնում ենք, որ Հայաստանում փոքր ծավալով է աճում, չունի այնպիսի աճ, ինչպես ծառայություններն են, շինարարություններն են։ Այս տվյալները դուք ունեք եւ ինչ գնահատականներ կտաք։ Այո, ես կարծում եմ տվյալները, որոնք հնչեցիք, հենց մեր բազաներից դուրս բերված տվյալներ են, շատ հավանական է հարցումներ են արել, մենք պատասխանել ենք դրան։ Տեսեք, եկեք փորձենք ինքներս հասկանալ, դա մեծ փոփոխություն է, թե չէ։ Օրինակ, եթե խոսում ենք մոտ 4% արդյունավետ դրույքաչափի շրջանառության հարկի եւ ընդհանրապես 0.5% է ավելացումը, դա էական չէ, իմ կարծիքով էական չէ, դա ինչ է հուշում։ Երկու բան։ Մեկը հուշում է նա, որ կազմակերպությունների մեծ մասը կարողացել է փաստավորել իր ծախսերը, ընդ որում հիշեցնեմ, որ այս նոր համակարգը հնարավորություն է տալիս ծախսերը երբ որ փաստավորեն, նաև նվազեցումներ իրականացնեն
եւ այս վերջերս ֆինանսների նախարարն էլ հնչեց ցուցանիշները ազգային ժողովում, որ երբ որ նայում են կառուցվածքի մեջ, ապա քիչ դրույքաչափով հարկ վճարողների դերը ավելացել է։ Դա նշանակում է, որ կան նույնիսկ բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք կարողացել են նվազեցնել ու նույնիսկ այդ նախկինում նվազ դրույքաչափից, որը 1.5-ն էր, հիմա ավելի ներքև գնալ ընդհանուր մինչև 1%-ի։ Հիմա սա մեկ, մյուս կարևոր հանգամանքը ցուցանիշներն են, օրինակ շատ են շահարկում այդ հանգամանքը, որ հարկային բեռը, որը ես այդ բառը իրականում չեմ էլ սիրում, այդ պարտավորությունները մեծացել են եւ դուրս են մղվում բազմաթիվ փոքրեր։ Փոխվում են ուղղակի։ Իրականում ցուցանիշները այլ բան են ցույց տալիս, երբ որ նայում ենք շրջանառության հարկի եւ միկրո ձեռնարկատիրության համակարգի, որտեղ կան եւ ստեղծվողներ եւ փակվողներ, պետք է զուտ նայենք այդ ցուցանիշը։ Երբ որ զուտ ենք նայում, վերջին 2 տարում մոտ 5000-ին մոտ կազմակերպություններ ստեղծվել են ընդհանրապես հարկ վճարողներով, եթե նայենք, երբ որ առանձնացնում ենք այդ կտորը, մոտ 4000 անցած տարի է եղել, մի 4300-400 էլ այս տարի է զուտով ավելացել, այսինքն միայն փակվելը չպետք է։ Բացվածքների եւ փակվածքների տարբերություն։ Այո։ Եվ ընդհանրապես պետք է նաեւ այդ արտահայտությունը անելիս համեմատվել աշխարհի հետ, երբ որ նայում ենք աշխարհի հետ, մեր մոտ շեմը 115 միլիոն շրջանառության հարկի ամենաբարձրներից է աշխարհում։ Այսինքն այդ տեսանկյունից նույնիսկ արտոնյալ է բավական շրջանառության հարկը Հայաստանի Հանրապետությունում։ Բայց աստիճանաբար ռազմավարությունն այնպեսին է, որ ինքը դուրս է գալիս, չէ՞։ Փոքր շրջանակի համար է մնում։ Դե այս պահին դեռ ինքը շարունակում է մնալ այնպես ինչպես որ կա։ Իհարկե նոր հարկային համակարգի, որը զբաղվում է ֆինանսների նախարարությունը, այդ ուղղությամբ բարեփոխումների ցանկում կա նաև այդ հարցը, թե ինչպիսի պարզեցված համակարգ ունենանք փոքրերի համար, որպեսզի իրենք կարողանան հանգիստ գործել, ստեղծել եւ մեծանալ, եւ դա քննարկումների օրակարգում է, այո։ Բայց մի կարևոր հանգամանք էլ նշեմ, հիշում եք բողոքներ եղան առևտրի ոլորտից եւ դրա արդյունքում մի աջակցության ծրագիր ներդրվեց։ Անկեղծ ասած 2 երամսյակի ընթացքում շատ քիչ տնտեսվարողներ օգտվեցին այդ աջակցության ծրագրից։ Դա էլ է խոսում դա մի երկու բանի մասին է խոսում, կամ ստացվել է փաստավորել ծախսերը, կամ մարդիկ պարզապես խուսափում են ու ցանկանում են շարունակել ստվերում մնալ, բայց իրենց օրինակ արդյունավետ դրույքաչափը մնացել է նույնը։ Այդ դեպքում ինչ է արդյուն առևտրի ոլորտի համար ստեղծել եւ ոչ թե օրինակ արդյունաբերության։ Այդ ժամանակաշրջանում ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում ոնց որ իրանց վրա կենտրոնացում եղավ, ինչու, որովհետեւ այդտեղ հիմնականում բաց կա հաշվապահությամբ զբաղվելու կամ նորմալ քաղաքակիրթ հաշվառում տանելու գիտելիքների տեսանկյունից, այսինքն բազմաթիվ առևտրականներ հենց այդտեղ էր հիմնական խնդրեմը, դրա համար ընդառաջ քայլ կատարեց կառավարությունը, անցումային ոնց որ իրենց համար ժամանակաշրջան սահմանելու, որ 6 ամսվա ընթացքում այս նոր ռեժիմին հարմարվեն։ Դա էր պատճառը, որ իրենց վրա կենտրոնացվեց։ Եվ ին վերջին հարցը, դուք անկուսակցական եք, եթե չեմ սխալվում, բայց առաջիկայում ընտրությունների ենք սպասում, ինչ պլաններ ունեք, առաջադրման ինչ որ ծրագրեր ունեք, թե ոչ։ Այս պահին այդպիսի ծրագրեր չունեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի եւ մեզ մանրամասն հարցերին պատասխանելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հիշեցնեմ, հետքի զրուցակիցը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն էր։ Միացեք հետքի YouTube-յան ալիքին մեր մյուս հարցազրույցներն ու տեսանյութերը բաց չթողնելու համար։